Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Այսօր ուզում ենք ձեզ փոխանցել լավ տրամադրություն, ջերմ մթնոլորտ եւ խոհարարական նորարարություններ։ Այս ամենը, ինչ ես նշեցի, պիտի ձեզ փոխանցենք իմ հյուրի հետ բարեկամներ, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական համադրույքների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Զվարթ Գասպարյանը։ Ողջույն Զվարթ։ Ապրես դու, ես պիտի նշեմ նաև, որ Զվարթ Գասպարյանը հանդիսանում է ավագ խոհարար Անձնավուր ռեստորանի։ Շնորհակալ եմ, որ արձագանքել ես մեր այս միամսյակին, Զվարթ ջան, խոհարարների նորամուծությունները մեր եթերում եւ շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել։ Ինչպես են գործել։ Ես էլ եմ շատ շնորհակալ եւ շատ ուրախ եմ նորից հանդիպելու։ Մեր հեռուստադիտողները միշտ ուրախ են քեզ տեսնելու համար, որովհետև խոհարար եւ մտածող խոհարար, իսկ մեր գործառույթը իրականում հենց այն է, որ նորարարությունները նաեւ մեր հասարակությանը փոխանցենք։ Այն ինչ իհարկե մերն է, ավանդականն է, մոռացվածն է, նույնպես, բայց նաեւ նորարարությունները, որովհետեւ եթե կայացած խոհարարը մի մտահղացում ունի, անպայման պիտի ներկայացնի եւ դա նույնպես պիտի ամրագրվի որպես ազգային խոհանոցի բաղադրիչ։ Բնականաբար։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր շատ թեթև աղցան, կատնաշորով։ Այսինքն ինչքան թեթև, 50 գրամ։ Թեթևը քաշի մեջ չէր, Այո, դյուրամարս։ Դյուրամարս աղցան։ Սմբուկ ենք օգտագործելու, ես տեսնում եմ։ Այո։ Սմբուկը ես շերտեմ։ Ահա։ Սմբուկը կշերտենք, կտապակենք, կավելացնենք կատնաշոր, ռեհան, ավելի շատ քանակությամբ։ Մեզ դա պետք է բոլոր կանաչիների տեղը պետք է ավելացնենք ռեհան։ Միայն ռեհան։ Միայն ռեհան։ Աղցանը պիտի ավելի ռեհանահամ լինի։ Շատ գեղեցիկ մանուշակագույն գույն կունենա։ Շատ լավ։ Ինչպես պիտի կտրատեմ։ Շերտենք, այնքան որ տապակենք, հետո պետք է կտրտենք։ Չէ, թեկուզ կարելի է շերտ, չէ, այդքան մեծ չէ։ Բարակ շերտերով։ Կլոր։ Թեկուզ, բայց մի քիչ բարակ շերտերով։ Եթե կլոր պիտի կտրատենք, այսպես լավ է։ Ահա։ Միևնույնն է, հետո պետք է մանրացնենք աղցանին խառնելու համար։ Միացնենք։ Միացնենք։ Ես ձեթ հալացնեմ, որպեսզի տապակը տաքանա։ Զվարթ ջան, ինչ ասելիքով ես եկել տաղավար այսօր։ Դու միշտ ունես ասելիք մեր հեռուստադիտողներին։ Արդեն գարուն է։ Արդեն գարուն է։ Գարուն է արել։ Ուտելիքներն էլ կարծես ձմեռայինից փոխվում են։ Այո։ Կամած մի քիչ ավելի։ Ինչ տեսքով։ Մենք կտապակենք, հետո կկտրատենք։ Նոր կտրատենք, շատ լավ։ Գիտեք, մի քիչ աղանենք նոր տապակելուց առաջ։ Հուշենք մեր հեռուստադիտողներին, թե ինչու պիտի աղանենք։ Աղանենք, որ պարունակվող դառը ջրերը դուրս գան։ Դառնությունը մի քիչ դուրս գա, համեն ավելի համով։ Բայց ես վախենամ, որ դառնության հետ մենք նաև դուրս ենք մղում յոդի պարունակությունը։ Այդքան շուտ չի լինում, որովհետև աղում ենք շատ քիչ է այդ ժամանակահատվածը։ Չգիտեմ, ես ասեցի։ Եվ նռան հատիկներ պիտի օգտագործենք, նռան ինչ որ հատիկները մասսա պիտի ձևավորման համար, ինչ զանգված ձևավորման համար։ Հիմա մենք դնենք տապակելու։ Փոխանակվենք մասնատման տախտակներով, որովհետև ես ռեհանի հետ ինչ պիտի անեմ։ Ռեհանը մանր պետք է կտրատենք։ Մանր։ Այո։ Ոչերը հարկավոր չեն։ Իհարկե ոչ։ Ինչ կամ երբ սպասենք Զվարթ Գասպարյանից եւս մեկ նորություն։ Մեծ հաճույքով հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը նորից պիտի նորություն ունենանք։ Ինչ լավ է։
կաշխատեմ այս մի ամսյակի ընթացքում ձեզ ներկայացնել եւս մի քանի նորույթներով, որը մեզ մոտ արդեն գործում է, մեր հաճախորդները նույնպես համտեսել են, համտեսում են։ Եվ դեռ կհամտեսեն։ Այ ասում ենք նորարարություն, ասում ենք ռեստորան, խոհանոց եւ այլն։ Ինչ պարբերականությամբ պիտի խոհարարը գոնե կերակրացանկը փոխելուն միտված ինչ որ գործառույթներ իրականացնի։ Գիտեք, դրա ժամանակը ինքնըստինքյան գալիս է։ Հաճախորդները իրենք արդեն ցանկություն են հայտնում ինչ որ նոր բանի կամ որևէ մի ուտեստ մի քիչ ավելի փոփոխված տեսքով։ Փոփոխված մատուցման ձևը կարող է փոխվել, չէ՞։ Մատուցողների հետ անմիջական կապ ունենք ու մատուցողները իրենք նրանց միջոցով արդեն կարողանում են հասկանալ, այո, ինչ ցանկություններ ունեն։ Երբեմն տեղում, երբ ցանկություն է առաջանում նրանց կողմից, անմիջապես կարողանում ենք բավարարել, այո, ցանկությունը հաստատ բավարարվում է։ Զվարթ ջան, մեր գալիք միջոցառումներին պատրաստվում ես արդյոք։ Իհարկե։ Անպայման։ Զվարթը մեր ամենաակտիվ մասնակիցներից է բոլոր միջոցառումների եւ ընդհանրապես մեր կազմակերպության տանող ուժերից մեկն է, քարշակ։ Այնպես որ ճանաչեք, սիրեք եւ գնահատեք։ Ապակեցինք սմբուկները։ Անջատենք։ Ահա։ Անջատենք։ Պապակը վերցնեմ։ Սա էսպես։ Հիմա մենք սա էլ կկտրատենք։ Ռեանը լցնենք այստեղ։ Ես մինչև կատնաշորի հետ տրորեմ, ես բոլոր դժվար գործերը ձեզ եմ տալիս։ Դու կատնաշորի հետ աշխատիր, զբաղվիր։ Այո, խնդրեմ ինձ գտալ։ Ահա, խառնելու համար։ Իսկ ինչպես կտրատեմ։ Խորանարդներով։ Ինձ իմ առաջի վարպետը սորեցրել է, որ ըստ ճաշակի ինչ ասեն դու քո իմպրովիզը մտցրու, ես կտրատելու եմ երկար ձողիկների։ Իհարկե դա էլ ճիշտ կլինի։ Առաջի վարպետից հիշում ես։ Առաջի վարպետից, իհարկե։ Իհարկե լավ հիշողությամբ, չէ՞։ Ու անընդհատ մեջբերումներ եմ անում, ինչ տեսակ էր ասում, ինչ տեսակ երբեք նկատողություն չի արել։ Միշտ հուշում էր, թե ոնց կարելի անել, որ ես հանկարծ չսխալվեմ։ Իսկական վարպետ է եղել։ Իհարկե նկատողություն անելը կարելի է, բայց առանց ինքը շատ նուրբ էր անում այդ բոլորը։ Սովորեցնելու, չէ՞։ Այո։ Համեմեմ մի քիչ իրեն։ Թեթևավ։ Մենք սունելի չենք օգտագործում, սունելի մեր խոհանոցում գործ չունի։ Ինչեր ծերվի։ Մենք ունենք այստեղ։ Մի քիչ ես համեմի սեր կինոն, մենք ունենք այստեղ աղացված համեմի սերմ։ Ահա, ես նրանից կօգտագործեմ։ Չնայած որ սունելի ինչ է կոչվում, սունելի վրացերեն կոչվում է համեմունք։ Աղ կարծեմ։ Ես համեմեցի աղով, սև պղպեղով ու մի փոքրիկ համեմի սերմով։ Ռեհանի քանակը շատ, ավելացնեմ։ Այո։ Ես տրորեցի հետո եմ սմբուկը տրորում, որ շատ չլղջվի սմբուկը։ Ընդհանրապես աղցանը պատրաստելու ժամանակ, երբ որ մենք խառնում ենք, պիտի հոգատարություն ցուցաբերենք մթերքների նկատմամբ, զգուշությամբ խառնենք, որովհետև հատկապես բարեկամներ ջերմային մշակման
ենթարկված մթերքները շատ հակված են ձևափոխվելուն տեսքի մեջ, ինչու՞ չէ նաև իր համային հատկանիշները շուտ են փոխանցում չմշակված մթերքներին։ Մենք վերջացրեցինք։ Վերջացրեցինք, շատ լավ։ Այո։ Ափսեն դնենք։ Այն կարող ենք գնդիկների ձևով էլ դնել, կարող ենք ընդհանուր ձևով էլ մատուցել, այսպես, բայց կարող ենք դու հակված ես ինչ կարողանալու, գնդիկների տեսքով, թե ոչ։ Չգիտեմ, երևի այսպես կդնենք, հա։ Շատ լավ, շատ լավ։ Թե սարքեն գնդիկներով, երկու գտալով ես գնդիկներ կպատրաստեմ։ Լավ, տենց կանենք ավելի։ Սեթրակ ինձ կօգնես, որ արագ ստացվի։ Կաշխատեմ։ Բայց դու կարծում ես ես քո հմտություններ ունեմ։ Իհարկե։ Եթե կա ցանկություն, չկարողանալու բառ չկա։ Այ այսպես։ Ուղղակի մատուցելուց է գեղեցիկ։ Համ էլ օգտվելուց։ Այո։ Երբ միշտ հանդիպում ենք, քո տրամադրությունը ինձ միշտ հուշում է, որ քեզ անպայման հարցնեմ, այ խոհանոցում ինչ տրամադրություն պիտի լինի, անկախ թե մենք ինչ ենք ունեցել այսօր, ինչպիսի օր է եւ ընդհանրապես Եվ ընդհանրապես ինչ ենք բերել տանից խոհանոց։ Այո։ Այնտեղ որտեղ ես եմ աշխատում, իմ խոհանոցում անընդհատ կա երաժշտություն։ Երաժշտությունը շատ հաճելի է մեր ականջներին, իհարկե որակով երաժշտություն։ Այդ իմ երեխաներին էլ անչափ շատ, կարելի ասել, հա տոնուս է բարձրացնում, հաճույքով են աշխատում, թեկուզ այդ շատ ձայների մեջ նրանք այդ երաժշտության տակ աշխատում են, երբեմն որ մոռանում են, նրանք ասում են, մեր երաժշտությունը չկա։ Հա, ու ես միացնում եմ հաստատ, նրանք հաճույքով են աշխատում, բոլորը ջերմ են իրար հետ։ Եվ մթնոլորտը դրական է։ Որովհետև ամեն ինչ կախված է մեր տրամադրությունից, մեր ուղարկած ուտեստի որակը, մեր ուղարկած նույնիսկ այդ ամեն ինչը փոխանցվում է ուտելիքին ու աշխատում եմ այնպես լինի, որ խոհանոցում շատ ջերմ լինի մթնոլորտը։ Ապրես դու։ Վերջ։ Ապրես դու, վերջ, abstract։ Մի փոքր ձևավորում անենք, մի փոքր։ Այո, յուրաքանչյուր այցելու, յուրաքանչյուր հյուր կարող է հենց կերակրից հասկանալ, թե պատրաստողը ուներ լավ տրամադրություն, թե ոչ։ Այո։ Չէ՞։ Այո։ Այդ հոգատարությունը հենց ուտեստի վրա արդեն նկարված է։ Մի փոքր էլ ռեհան ձևավորման համար։ Իսկ մի քանի հատիկ էսպես կողքերով։ Անենք։ Ինչ կարծիք ես։ Այո։ Շատ լավ ստացվեց աղցան կատնաշորով, տապակված սմբուկով եւ մեծ քանակությամբ ռեհանով։ Ուզում եմ քո ցանկությունը մեր հեռուստադիտողներին հավես, ընտրեմ։ Ուզում եմ լինենք ավելի բարի ու դրանով մեր կյանքը կդարձնենք ավելի ջերմ։ Կարծում եմ այս մի քանի րոպեները, որ տվեցինք ձեզ, մի քիչ ավելի ջերմություն փոխանցեցի, որից շատ ուրախ կլինեմ, եթե ձեզ հասավ։ Այո, բարեկամներ, լինենք մի քիչ ավելի բարի եւ միշտ ժպտանք, միշտ լավը ցանկանանք մենք դիմացիներին։ Ձեր անունից ուզում եմ մեր
զվարթին ցանկանալ, որ ինքը ինչպեսին կա, այդպեսին էլ մնա, որովհետև ինքը այնպեսին է, ինչպեսին ցանկացավ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն Զվարթ, ապրես դու։ Շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, աղցանը ինչպես գիտեք, մատուցում է ինչպես որպես նախուտեստ, այնպես որ հիմնական կերակրատեսակից առաջ այս աղցանը մատուցեք եւ դուք կունենաք լավ արդյունք։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարեկամներ, ուզում եմ որ լինենք առողջ եւ ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Աղցան, կատնաշոր 300 գրամ, ռեհան 1 կապ, սմբուկ 150 գրամ, ձեթ 40 գրամ, աղ, սև պղպեղ, համեմի սեր, բարեախորժակ։